Վերաքննիչ դատարանը րոպեներ առաջ հրապարակեց իր որոշումը Սերգեյ Գյուրեգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի կապակցությամբ, բնականաբար ինչպես եւ սպասվում էր, մեր վերաքննիչ բողոքը մերժվեց, անփոփոխ թողնվեց առաջին ատյանի դատարանի որոշումը, այսինքն Սերգեյ Գյուրեգյանը շարունակելու է մնալ կալանքի տակ։ Միևնույն ժամանակ դատարանը մերժեց նաեւ մեր միջնորդությունը գրավ կիրառելու վերաբերյալ։ Որքան գրավ էիք առաջարկել։ Մենք կոնկրետ գումարի չափ չէինք առաջարկել, մենք դատարանին դիրքորոշում էինք ներկայացրել, որ դատարանը ինքը կարող է որոշել գրավի գումարի ցանկացած չափ, որը իր կարծիքով կապահովի Սերգեյ Գյուրեգյանի պատշաճ վարքագիծը։ Իսկ Սերգեյ Գյուրեգյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկավ, ինչ ասացիք։ Այո, Սերգեյ Գյուրեգյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկավ, նա հայտնեց մասնավորապես, որ մեղադրանքը իրեն առաջադրված իրականությանը չի համապատասխանում, մասնավորապես նա խոսեց բժիշկներին պատանդ վերցնելու եւ պահելու մասին, նա ասաց, որ նման բան չի եղել եւ թեպետ բժիշկները ինչ ցուցմունքներ են տվել, այդուհանդերձ նա շնորհակալ է բժիշկներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Նա հայտնեց, որ ինչ վերաբերում է իր գործողություններին, ապա նա արդարանալու կարիք չունի, նա արդար է, իր գործողությունները արդար են եղել եւ ժողովուրդը, հանրությունը Սասնա Ծռեր խմբի գործողությանը տված իր գնահատականով արդեն իսկ արդարացրել է իրենց գործողությունները եւ ասեց, որ թեպետ ինքն է այս պահին մեղադրյալի աթոռին, բայց մեղադրյալի աթոռին շուտով կհայտնվեն իր բառերով Սերժը եւ նրա ծառաները։ Պարոն Շուշանյան, ձեր փաստարկները նայել, որ անհիմն է։ Վերաքննիչ բողոքի վերաբերյալ շատ համառոտ մեր փաստարկները հետեւյալն էին, մենք պնդում էինք, որ նախաքննության մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել դատարանին, որով կհիմնավորվեր, որ Սերգեյ Գյուրեգյանը կարող է կատարած լինել իրեն մեղսագրվող արարքները, այսինքն բացակայում է հիմնավոր կասկածը։ Նախաքննության մարմնի վրա է դրված այդ պարտականությունը, ինքն էր պարտավոր համապատասխան ապացույցներով հիմնավորել, որ կա հիմնավոր կասկած։ Հաջորդը դա նախաքննության մարմնի մտահոգություններն էին, որ Սերգեյ Գյուրեգյանը ազատության մեջ մնալով կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել գործի քննությանը, անօրինական ազդեցություն գործադրելով, չգիտեմ, վկաների, տուժողների եւ մյուսների նկատմամբ։ Այս կապակցությամբ նույնպես որևէ ապացույց, որևէ փաստական տվյալ գոյություն չունի, ավելին մենք դատարանի ուշադրությունը հրավիրեցինք այն հանգամանքի վրա, որ Սերգեյ Գյուրեգյանի անձը, ով ծանոթ է նրա անձին, միայն այդ անձին ծանոթ լինելով կարող է եզրակացնել, որ Սերգեյ Գյուրեգյանը երբևէ ուրեմն չի թաքնվի, տեղ խոչընդոտելը նույնպես դա լրիվ անհեթեթ ու մերկապարանոց հայտարարություններ են, որևէ փաստական հիմք չունեցող։ Որևէ քննչական գործողությունների մասնակցությամբ տեղի ունեցել է թե ոչ։ Սերգեյ Գյուրեգյանի նկատմամբ մի քննչական գործողություն է տեղի ունեցել, նախաքննության մարմինը որոշում էր կայացրել մազի նմուշ վերցնելու նպատակով, քննչական գործողություն է կատարվել, Սերգեյ Գյուրեգյանը հայտարարել է, որ հրաժարվում է տրամադրել մազի նմուշ, այդ ամենը արձանագրվել է ու վերջ։ Նախաքննության մարմինը հրաժարվում էր որոշակի հայտնել, թե ինչ նպատակի համար է անհրաժեշտ մազի նմուշը, մեր դիրքորոշումն էլ այն էր, որ մենք ունենք իրավունք ու հրաժարվում ենք։ Բայց ինչի համար էր մազի նմուշը։ Ես հենց այդ եմ ասում, որ հասկանալի չի, անորոշ է։ Իրանք չեն որոշակիացնում, թե ինչի համար է դա։ Միայն ասվում է փորձաքննության նպատակով է անհրաժեշտ, թե ինչ փորձաքննության մասին է խոսքը հայտնի չէ։ Իսկ նա ցուցմունք տվել է։
Ցուցմունք չի տվել, ընդամենը հայտնել է, որ մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի համարում։